մեր ձևով ժողովրդական շարժման հարգելի անդամներ։ Չեք պատկերացնի, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում այս բեմից։ Դեպի ապագան նայող խանդավառ հայացքներ, որոնք լի են մեր երկրի շենացնելու կամքով և վստահությամբ։ Հենց սա է մեր ձևը, համախմբել ազնիվ, աշխատասեր, գիտակից և սրտացավ մարդկանց։ Օգնել նրանց ներդնել իրենց ուժն ու կարողությունը երազանքին հասնելու ճանապարհին։ Իսկ ո՞րն է այս երազանքը։ Տեսնել մեր հայրենիքը զարգացած ու հզոր, ճանաչել մեր հայրենիքը որպես վայր, որտեղ գնահատված են տաղանդներն ու պրոֆեսիոնալները։ Ինչպես իր ուղերձներից մեկում նշել է մեր ձևով շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց աստվածատուր տաղանդի շնորհիվ։ Ուզում եմ հնչեցնել այն միտքը, որը հնչեցրել եմ մեր շարժման ներկայացման օրը։ Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց, հետ նայելով մեր կատարած աշխատանքին, ես վստահեցնում եմ, որ Հայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ։ Տաղանդավոր երիտասարդներն ու մեր ձևով շարժումը մի ընդհանուր գործ են անում։ Մենք փտրում ու գտնում ենք միմյանց։ Մեր համագործակցությունը փոխշահավետ է։ Մենք նրանց տալիս ենք տաղանդներն իրացնելու հնարավորություն, իսկ նրանք մեր երկրին հույս, որ մեր ապագան վստահելի ձեռքերում է։ Հենց սա է մեր ձևը։ Այս պահին Ալբանիայում կայացող շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում են Հայաստանի չեմպիոններ Մանվել Առաքելյանը և Տիգրան Սողոմոնյանը։ Այս ամսվա վերջում մեր ձևով շարժման աջակցությամբ Մանվել Առաքելյանը կմեկնի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, իսկ Տիգրան Սողոմոնյանը կշարունակի իր շախմատային կրթություն ստանալ մեր ձևով շարժման աջակցությամբ։ Շնորհակալ ենք մեր տաղանդների ծնողներին այսպիսի երեխաներ դաստիարակելու և մեզ հետ կապ հաստատելու համար։ Տաղանդներին աջակցել իրենց ընտրած ճանապարհի հենց սկզբից, հենց սա է մեր ձևը։ Տարբեր միջազգային հարթակներում բարձրացնել Հայաստանի դրոշն ու ստանալ հաղթողի տիտղոսը, աջակցել ուսուցիչներին, որպեսզի իրենց սաների հետ կարողանան մասնակցել միջազգային օլիմպիադաների և լավագույնս ներկայացնել Հայաստանի պոտենցիալը։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող Գյումրիի զարգացման լաբորատորիա հիմնադրամի թիմը այս տարվա նոյեմբերին մեր ձևով շարժման աջակցությամբ մասնակցելու է Սինգապուրում կայանալիք ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Այս օրինակները ոչ թե մեր վարկանիշը բարձրացնելու համար են, այլ նրա համար, որ այսուհետ ավելի շատ մարդիկ իմանան մեր գործունեության և ընձեռնվող հնարավորության մասին։ Այս դահլիճում կան նաև բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ իրենց ծնողների հետ։ Նրանք նույնպես շուտով փուլ առ փուլ ստանալու են մեր ձևով շարժման աջակցությունը։ Հենց սա է մեր ձևը։ Ցավոք, մեր երկրի կրթական համակարգը ինքնակործանման է գնում։ Մեր երկրի միանձնյա կառավարիչը այդպես էլ չհասկացավ,
որ կրթությունն ու նորաձևությունը անհամատեղելի են, որ կիսագրագետներին ու պատասխանատու պաշտոնները հանձնելը ևս անհամատեղելի է, որ դիլետանտները գլիս միայն վնասում են։ Ինչ ունենք մենք մեր կրթական համակարգում այսօր։ Պարտադիր սմարթֆոններ առաջին դասարանցիների համար, չտպագրված գրքեր անկազմակերպ պրոցեսը կազմակերպելու պատճառով, չգնահատված ուսուցիչներ և ուղեղների արտահոսք։ Ինչպիսին պետք է լինի կրթությունը մեր կարծիքով, որն է կրթության մեր ձևը, կրթության բովանդակային և մեթոդաբանական արդիականացում, ուսուցիչների խրախուսման համակարգ, որպեսզի նրանք աշխատեն ոչ միայն նվիրումով և խանդավառությամբ, այլ նաև պետության կողմից մոտիվացված։ Պարտադիր բարձրագույն կրթությունից բացի կիրառական հմտությունների զարգացման հարթակ, որտեղ ապագա մասնագետները արագ փոփոխվող աշխարհում կկարողանան զարգացնել իրենց ձեռք բերված գիտելիքները։ Մեր ձևով պետությունը պիտի օգնի երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում։ Գործատուները պիտի բուհերից պահանջեն մասնագետներ և ստանան։ Բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն պետք է լինի նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Հարգելի ներկաներ, պատասխանեք խնդրում եմ, համամիտ եք ինձ հետ։ Այս ամենն անելու ենք միասին, չէ՞։ Չեմ լսում ձեր պատասխանը։ Այո, այս ամենն անելու ենք և անելու ենք շատ շուտով։ Անելու ենք ինչպես։ Այո, անելու ենք մեր ձևով և թող Աստված մեզ ուղեցույց լինի։ Շնորհակալություն։